Ինչ կա։ Այ քեզ բան։ Մեր բաժնում մեկը կա, Կարենը, հիանալի թեկնածու է։ Ինչի ես տես կարծում որ։ Դե շատ թերություններ ունի։ Չափազանց նյարդային է։ Ու հետո էլ իր պահվածքը մեկ-մեկ ոչ ադեկվատ է։ Ինքը մտածում է, որ ինքը ամենակարողն է։ Իսկ Ալբերտը տենց բաներ չի սիրում։ Ու ես մտածում եմ, որ հենց էդ էլ կլինի իր տապալումը։ Հա, բայց ինձ ապացույցներ ա պետք, որ հետո խնդիրներ չունենանք։ Ինքը միշտ ուզում է ապացուցի, որ լավագույնն է։ Բայց դե սովորական խամաճիկ է։ Մի փոքր ճնշում ու այդ հարիֆը կկոտրվի։ Կարենը չի կարող թաքցնել իր զգացմունքները։ Այդ լավ չի մի մարդու համար, ով ուզում է աննկատ մնալ։ Շունա, որ գայլ է ձևանում։ Ձենը կարա։ Ես ինձ էր ուզում, հա, պաստավկա անեի։ Գիտես տես խելացի ես, հա։ Հիմա տենում ես ինչ կանխատեսելի ես Կարեն։ Ես հենց այն սկզբից էլ գիտեի, որ պոչի սկպած ես։ Զենքը տիչացրու։ Կարեն, դու չգիտես, թե ինչի մեջ ես ընկել։ Զենքը դիր գետին։ Դու կարայիր ապրեիր, Կարեն, բայց դու… Ես ինչ որ պետք է անեի, արել եմ։ Աչքդ լուս, աղջիկ ես ունեցել, հա? Հրաշալի կին ունես, որ գնացել էինք տունդ, ապուր էր սարքել, հյուրասիրեց, շատ լավ ձեռք ունի։ Ինչի ես գնացել իմ տուն։ Կինդ ու երեխդ իմ մոտ են։ Գիտես չգիտեմ, որ ինչ-որ մեկի շունն ես։ Ես հլը կպարզեմ, ով ա քեզ կարգադրել, որ գլխից սարքես, կամ կինդ ու երեխդ պիտի մեռնեն, կամ դու, հետ արդեն դու որոշի։ Հեռախոսդ։ Գրպանը։
Հա, հայրիկ։ Չափին չտեսա։ Դեմս դուրս եկան, բայց ոնց որ ուշադիր չէին։ Լավ, ամեն դեպքում սկանեղի։ Լավ։ Բարև ձեզ տիկին Մարիամ, ոնց եք? Արի լավ։ Թե կխմես։ Հա, չէ, հրաժարվի։ Շաքարով թե։ Չէ, առանց։ Հիմա սա տեսնեմ ոնց ա գործել։ Դուք ասեք ոնց եք, ինչ նորություն կա Էլենից։ Էլենից։ Առևանգել են Էլենին։ Ով։ Բա ուր է Էլենը հիմա։ Կարևորը Միկայի տանն է ու ապահով է, դրա համար ես հանգիստ եմ։ Միկայի, հա։ Հա։ Միկաս փրկեց Էլենիս կյանքը, նա որ չլիներ չի դեմ չի անելու։ Դուք տեսել եք Էլենին։ Իո, շատ վտանգավոր է, ես նման ռիսկի չեմ գնալ, չես խոսում։ Տիկին Մարիամ։ Դուք վստահում եք նրան։ Էլենին։ Այդ տղային տան երեխեն է, ինչի պիտի չվստահեմ, ես ինչ հարցեր ես տալիս։ Կներեք տիկին Մարիամ։ Գիր։ Կամած, բալես։ Ման, բայց ես թրջում եմ։ Համել ռուծի։ Ինչ գույն ես ուզում, կարմիր թե կապ։ Համել դեղի։ Ես սպասի գնամ քիչքներդ վերեմ գա։ Հա, վերին չէ։ Շատ եմ կարոտել քո գրկախառնություններին։ Ինձ միշտ ինչ-որ բան պակասել է։ Մանկություն, սեր, ջերմություն։ Ես հիշում եմ այս այգին։ Հիշում եմ քո խոստումները։ Ես մինչև հիմա սպասում եմ իմ տեղին փուչիկին։ Իմ մոտ ոչ մի բան չի փոխվել։ Ինձ մինչև հիմա խաբում եմ, օգտագործում, լքում։ Ոմանք փողի համար, ոմանք վրեժխնդրության, ոմանք էլ իրենց խաղերի։ Ես ուղղակի ուզում եմ, որ ինձ սիրեն։ Ուղղակի ուզում եմ, որ իմ մասին հոգ տանեն։ Այդքան շատ բան եմ ուզում։ Ոչ մեկ իմ կյանք ուղղակի չի գալիս։ Բոլորին ինձանից ինչ-որ բան է պետք։ Ազդեցություն, իշխանություն,
Նույնիսկ այն մարդիկ, ովքեր սիրո խոսքեր են շշնջում, անգամ իրանց է ինձնից ինչ-որ բան պետք։ Ես դարձա խաղալիք, ժամանց, միջոց։ Իսկ ես ընդամենը ուզում էի սիրված լինել։ Հուլիսի 26-ին Ակվակալենտեի շքեղ դշո համերգասրահում տեղի կունենա սիրված երգիչ Հայկ Ղևոնդյանի Սպիտակցի Հայկոյի մենահամերգը։ Հին ու նոր սիրված եւ հիթեր դարձած երգեր, շքեղ, լուսային եւ ձայնային լուսավորում։ Բաց մի թողեք ամառային ամենաուրախ համերգին ներկա գտնվելու հնարավորությունը։ Հանդիպում ենք հուլիսի 26-ին Ակվակալենտեում։ Սրանից մի 50 տարի առաջ ատամները թափած մարդը համարվում էր նորմալ։ Հիմա ամոթը, երբ որ կամ մեկ օրում գեղեցիկ ատամներ ունենալը։ Բա ինչու է կարծում այսօր ճաղատ քաչալ լինելը լավ է, եթե մեկ օրում կարող եք ունենալ ձեր իսկ հարազատ մազերը, նորից երիտասարդ տեսք, ներկայանալի արտաքին։ Գլենդենում բացվել է մազերի վերականգնման ամենաժամանակակից եւ եզակի կենտրոն, որտեղ բերվել է մազեր վերականգնող AI ռոբոտ, այո, գերճշգրիտ ռոբոտ, որը նախ նկարում է ձեր գլուխը, ապա վերականգնում է ձեր երիտասարդ տարիքի մազերի տեսքը, ու հետո առանց ցավի, ճշգրիտ, հատիկ ու արագ տեղադրում է ձեր իսկ մազերը, առատ առողջ տեսքով։ Այս ամենը մեկ օրում, բայց ամբողջ կյանքի համար։ Այ մարդ ամբողջ կյանքը դեռ առջևում է, ժամանակն է ունենալ գեղեցիկ ու առատ մազեր։ Զանգեք, ամրագրեք ձեր օրը։ 818-418-1111 Cool մազերի վերականգնման 22-րդ դարի կենտրոն։ Հաճախ մեզ ասում են Ամերիկայում դենտալ ծառայությունները այնքան թանկ են, ավելի ձեռնտու է տոմս առնել գնալ Երևան, այնտեղ տեղադրել ատամները եւ վերադառնալ։ Դա միգուցե մինչև դենտալուքսը։ Հիմա մենք ձեզ հայտարարում ենք. զանգահարեք մեզ 818-418-5555 հեռախոսահամարով եւ այն գնով, ինչ գնով պետք է Հայաստանում սարքեիք ձեր ատամները, օդանավի տոմս գնեիք եւ այլն, այդ նույնը կանեք այստեղ, Գլենդելում, ձեր տանը կպած, ամենաարդիական ատամնաբուժական կենտրոնում, American Dental Corporation-ի հովանու ներքո։ Ավտովթարի մեջ եք ընկել, ձեր փոխհատուցումը սկսվում է այստեղ։ Մեր փորձառու փաստաբանական թիմը մասնագիտացված է ավտովթարների գործերում եւ պատրաստ է պաշտպանել ձեր իրավունքները արագ, արդյունավետ եւ հստակ։ Մեր թիմը պատրաստ է պայքարել ձեզ համար, ապահովելով լավագույն արդյունքը եւ լավագույն փոխհատուցումը։ Դուք արժանի եք արդարադատությանը եւ մենք այստեղ ենք ապահովելու այն եւ ձեր պատշաճ փոխհատուցումը։ A&M Law Firm Wonderland Flowers, որտեղ ծաղիկները միշտ պատրաստ են արտահայտելու ձեր սերը, շնորհակալությունը եւ ուրախությունը։ 7 օր, 24 ժամ։ Մենք առաջարկում ենք թարմ եւ որակյալ ծաղիկներ մատչելի գներով ցանկացած առիթի համար։ Wonderland Flowers, բարերի փոխարեն։ US Car US Car-ում մենք առաջարկում ենք նոր եւ օգտագործված մեքենաների լայն ընտրան, ձեր ոճին, գրպանին եւ կարիքներին համապատասխան։ Ֆինանսավորման ճկուն տարբերակների, փորձագիտական խորհրդատվության եւ երազանց գործարքների շնորհիվ յուրաքանչյուրի համար մեքենա գտնելն ու ձեռք բերելը երբեք այսքան հեշտ չի եղել։ US Car, դուք ոտքով եկեք, մենք ձեզ ձեր մեքենայով կճանապարհենք։ Eagle Electric Supply, ձեր վստահելի աղբյուրը որակյալ էլեկտրամատակարարման համար։ Հզորացրեք ձեր նախագծերը բարձրորակ էլեկտրամատակարարման մեր լայն տեսականիով։ Հաղորդալարերից մինչև լուսավորության ժամանակակից լուծումներ։ Մենք տրամադրում ենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է ցանկացած աշխատանք կատարելու համար, մեծ կամ փոքր։ Հուսալի արտադրանք, մատչելի գներ, փորձագիտական աջակցություն։ Eagle Electric Supply Ընտրելով մեծ ճանաչում ստացած, անհրաժեշտ բոլոր պարագաներով հագեցած Գարիկի մոտ առանձնատներից որևիցե մեկը, դուք ապահովագրում եք ձեր անգերազանցելի հանգիստը։ Հասանելի օրերը ստուգեք garikimot.com կայքում կամ զանգահարեք։ Գարիկի մոտ արժանացեք արքայական հանգստի։ D&D
կահույքի սրահ, որտեղ կգտնեք ամեն ինչ՝ սեղաններ, աթոռներ, պահարաններ, ննջասենյակի եւ խոհանոցային կահույք, ոճային, հարմար ու որակով։ Իսկ հիմա հատուկ առաջարկ։ Գնում եք հատուկ մատրաս, մահճակալը ստանում եք անվճար։ D&D կահույքի սրահ, որտեղ կգտնեք այն ամենը, ինչ փնտրում եք։ Հետևի դռնից արի, մարդ չկա։ Արնա հետ սրանից ինչ կա։ Մարգոր կանես, եթե մտածեմ, որ տնրանյութը դրսից է եկել, Ալբերտը պիտի մի լավ շոկի ենթարկվի։ Արամ։ Փաստորեն Կարենը սրանց համար էր, հա, աշխատում։ Երբ պետք է սրանք հասկանան, որ իմ հետ տենց խաղերը վտանգավոր են։ Դե հիմա ինքը մեռած է, բայց գիտես չես ինչա նշանակում։ Նշանակում է, որ Վիգենը պատերազմ է հայտարարել։ Բա հիմա ինչ ենք անում։ Վիգենը իր մահկանացուն է ստորագրել։ Հիմա կիմանա, թե ինչ է նշանակում նավաճանությունը։ Զորավ ինձ քո օգնությունն է պետք, աչքի սրան գլխի են ընկել թե ով եմ, դրա համար էլ ուղարկում են Միկայի հետևից։ Դու ինչա պատասխանել։ Պատասխանելա դու գիտեիր ինչի մեջ էիր մտնում, ինչ ուզում ես արա։ Դրան տենց էլ պետք է, դավաճան ապուշ, Զորաբի դաշնակից էր խաղում, իմ մարլագով։ Դե հետա, հասկացրել է, որ մենակ ամնացել ու ձգանը քաշել է։ Ասում որ մեքենա եք, չէ տեսել։ Ես չէ, տղեկն էին տեսել։ Ես մի անգամից կանգնեցնեի, համարներ չի ունեցել։ Բայց լրիվ նոր մեքենա է, չէ եղել։ Հա։ Դե կարելի է բոլոր մեքենաների վաճառքի կետերով ման գալ ու հասկանալ ով է գնել այդ մեքենան։ Ու այդ մեզ ինչ կտա։ Կտային, որ կիմանանք ով կա այս խաղի մեջ, որտեղ ստեղ երրորդ մարդ կա, ճիշտ է ես ոչ մեկին դաշտում չեմ նկատել, բայց ամեն դեպքում պետք է ստուգել։ Ես կզբաղվեմ դրանով։ Էսուր։ Հայրիկի մոտ։ Մեր գործընկերները մյուս բերս տեղեկություն են ուզում իմանալ։ Գիտի որ գնալու ես։ Չէ, երեք պիտի գնայի, չգնացի։ Չեմ ուզում որ մյուս բերի հետ ինչ-որ կապ ունենաս։ Ինչի՞։ Կարնստի։ Ինչ-որ բան է աղի կոկ։ Շատ եմ մտածել։ Ուզում եմ հետդ խոսալ։ Կոկ։ Երեխա եմ ուզում ես։ Ուզում եմ որ այդ երեխումները դու լինես։ Դե։ Ուրեմն արի մեր բոլոր գործերը վերջացնենք, որ մեզ ոչ մեկ չխանգարի։ Դե ուրեմն հայրիկին այսօր կասես, որ այդ խառը խաղերի մեջ էլ չկաս։ Այսինքն վերջ իմ խաղաղ կյանքին։ Հա, վերջ։ Բա ո՞ւմ ես սպասում, արի գնանք։ Ես քեզ կտանեմ, բայց դուրսը կսպասեմ։ Թող հայրիկը իմանա, որ դա քո որոշումն է։ Գնացինք։ Գնացինք։ Ինչ ես անում, ստեղ այ հոգեկան։ Ոնց ես մտել իմ տուն։
Սիրող սրտի համար փակ դուր չկա։ Դուրս արի ստեղից Արամ։ Անցի։ Ես դատարկաձեռն չեմ եկել։ Եթե ինձ հետ լինես, շատ մեծ սեր կստանաս։ Այդ էժան առաջարկներդ քեզ պահի ու գնա ստեղից։ Էժան։ Ես քո սեմի նման չեմ սակարկում։ Ոչ էլ հորդ նման պայմաններ եմ դնում։ Ես քեզ կտամ այն ինչ ունեմ, ամբողջությամբ։ Ես քեզ շատ մեծ սեր կտամ։ Դու ուղղակի զզվելի ես Արամ։ Բայց անկեղծ։ Դու իհարկե կարաս գնաս քո սեմի մոտ, ես քեզ չեմ բռնում։ Բայց արի հիշենք, քանի անգամ ես քեզ օգտագործված զգացել։ Քանի անգամ ես հիասթափվել։ Մտածել ես, որ սեր ես տալիս, բայց դիմացը ուրիշ բան է ստացել։ Դուրս արի իմ տնից։ Բայց դու գիտես ինձ որտեղ գտնես, երբ որ իսկական սեր ուզես ու իսկական ազատություն, մի լճկա։ Նայ, ոնց պայմանավորվել էինք։ Գիտեմ։ Դե ես գնացի։ Մելա։ Կոկո։ Ինչ կա, ինչ գործի ես։ Ասա ինչ կա։ Հասցե ուղարկեմ արի, բայց կռիչ պիտի հելնես։ Ինչ է եղել։ Կարևոր ինֆո կա։ Ինչքանով է կարևոր։ Սեմի գլուխը հայրիկին պիտի տանք, որպես նվեր։ Հիմա ինչ է եղել։ Արի դու քո աչքով կտենաս։ Դա ուղարկի ասցեն։ Հոյակապ վիսկի է, մի հատ փորձի։ Մեծ հաշվով կարևոր չի թե ինչ ես խմում։ Կարևորն է նա թե ում հետ ես խմում։ Պետք է խոստովանեմ, որ դու գիտես, թե ոնց ես ընդունում հյուրերին, և ոչ միայն հյուրերին, ցանկացած մարդու
ով կմտնի քո տարածքը։ Տեղյակ եմ նաև քո հեռատեսության մասին։ Ուզում ես գնել իմ բարեհաճությունը։ Ինչի վաճառվում, հա։ Ես հիացած եմ քո կարողության վրա, ոնց ես կարողանում այդքան մարդ հավաքես շուրջդ, որ բոլորը պատրաստ են շան նման վազվզել ոտքերի տակ։ Ես ուղղակի լավ գիտեմ, թե ում արժի կողքս պահել, իսկ ում չէ։ Մնացածը իրանք են անում, իրանց ցանկությամբ ու կամքով։ Մարդիկ խաղաքարեր են իմ տախտակի վրա, որոնց որ ես ոնց ուզեմ, կտեղաշարժեմ։ Իսկ եթե խաղաքարերից մեկը ուզենա տախտակը շուռ տալ։ Խաղաքարը երբեք չի կարա տախտակը շրջի։ Այ կնիկ, իրիկունը խաչիկը, վաչիկը, հրաչիկն ու քաջիկն են գալիս մեր տուն։ Աչքս լույս, մի $1000 ծախսի տակ ընկանք։ Չէ, 300։ Պա, էդ ինչ եմ բերելու որ։ 12 տեսակի appetizer, հավի ու տավարի անուշահամ քյաբաբ, հավի եւ խոզի ածուխի վրա պատրաստած խորոված ախորժելի սալմոն։ Ուխ, դեզանգիր։ 707 771 77 71 Vivaldi Catering ծառայություն։ Խնայիր եւ վայելիր։ Gigi Swan Ranch, փոքրիկ աշխարհ մեծ ժպիտների համար։ Բացահայտեք կախարդական մի վայր, որտեղ երեխաները կարող են խաղալ, ծիծաղել եւ շփվել իրենց սիրելի կենդանիների հետ։ Մեզ մոտ ամեն միջոցառում վերածվում է հեքիաթի։ Մեզ մոտ կարող եք տոնել ծննդյան օրեր, մկրտություններ եւ մանկական ուրախ այլ միջոցառումներ։ Որպեսզի ձեր օրը լինի բացառիկ, խնդրում ենք նախապես ամրագրել միջոցառման օրը։ Տեղերը սահմանափակ են եւ յուրաքանչյուրը սիրով պատրաստվում է հենց ձեր փոքրիկի համար։ Armeco Food, հայկական արևի ամենաքաղցր պահերը, ծիրաններ Արարատյան դաշտից, սալորներ արևահամ այգիներից, խնձոր ու տանձ մեր հողից, մեր հոգուց, Armeco Food-ի չրերը 100% բնական են, առանց շաքարի, առանց հավելումների։ Միայն մաքուր մրգեր, չորացված արևի ջերմությամբ, համ որ աճել է մեր հողի վրա։ Armeco Food, Հայաստանի համը Միացյալ Նահանգներում։ iVoyage-ը ձեր վստահելի գործընկերն է ավիատոմսերի ձեռքբերման եւ անմոռանալի հանգիստ կազմակերպելու գործում։ iVoyage-ի հետ դուք ստանում եք լավագույն գները, արագ սպասարկում եւ հարմարավետություն ձեր բոլոր ճանապարհորդությունների համար։ iVoyage, ձեր տոմսը դեպի աշխարհ։ Դուք տուժել եք վարորդի, ուղևորի կամ հետիոտնի կարգավիճակով։ Ձեզ անհրաժեշտ է բուժօգնություն, բայց չգիտեք ում դիմել։ Ապահովագրական ընկերությունը փորձում է նվազեցնել ձեր փոխհատուցումը։ Մենք այստեղ ենք պաշտպանելու ձեր իրավունքները։ Վթար եղավ եւ ձեր մեքենան վնասվեց, գիտենք, դա նյարդայնացնող է, բայց մենք հենց դրա համար ենք այստեղ։ Pristine Auto Collision-ում չկան բարդ խոսքեր ու անհասկանալի պայմաններ։ Կապտվում եք մեզ հետ, մենք տեսնում ենք ինչ է պետք անել ու սկսում ենք գործը։ Ուղղում ենք քերծվածքները, հարթում դռները, նորից ներկում ու փայլեցնում։ Ապահովագրական հարցեր կան, հա, դրանում էլ կօգնենք։ Արդյունքը մաքուր աշխատանք առանց քաշքշուկի։ Pristine Auto Collision։ Maze Restoration, վերականգնում արագ ու վստահելի։ Maze Restoration-ը մասնագիտացած է ջրի, կրակի, մոլդի, կոյուղու եւ այլ վնասների վերացման գործում։ Մեր փորձառու մասնագետները արագ եւ որակով մաքրում ու վերականգնում են ձեր գույքը, այն վերադարձնելով իր նախնական վիճակին։ Մենք կատարում ենք նաեւ մանսարդի եւ հիմքի տարածքների մաքրում, կանխելով խոնավության եւ մոլդի տարածումը։ Ձեր արժեքավոր իրերը կարող ենք պահել անվտանգ, հատուկ պայմաններում։ Վստահեք Maze Restoration-ին ձեր տունն ու գույքը պաշտպանելու համար։
Եթե կարոտել ես Հայաստանի թարմ պտու բանջարեղենի համնոթը եւ իհարկե թարմ հացաբուլկեղենի, որը թխվում է տեղում, առանց բարանելու քայլերը տուղիր նոր Հոլիվուդ 12-11 Շերմանվեյ։ Շերմանվեյ եւ Քոլդվոթեր փողոցների արևտրական կենտրոնում գտնվող Royal Fresh։ Ուր ամեն օր կգտնես թարմ մսամթերքի, երշիկեղենի եւ քեզ անհրաժեշտ բոլոր տեսակի ուտեստների լայն ընտրանի։ Royal Fresh ամենամեծ եւ ամենաապահով ավտոկանգար բոլոր հաճախորդների համար։ Եթե դուք փնտրում եք հարմարավետություն եւ որակ, ապա Mattress Star-ը ձեր լավագույն ընտրությունն է։ Մեր մասնագիտացված թիմը պատրաստ է ձեզ օգնել։ Մեծ ցուցասրահ, հսկայական ընտրություն, ամենացածր գները Լոս Անջելեսում եւ ուշադրություն անվճար առաքում։ Mattress Star, ձեր լավագույն ընտրությունը։ Վերջին սերնդի լսողական ապարատներով հագեցած Enhance Audiology կլինիկան առաջարկում է ոլորտի ամենավորակյալ ծառայությունները։ Պետք չէ ուշացնել լսողության վերականգնումը։ Ես բժշկուհի Վարդուշ Քեշիշյանն եմ, բժշկական կրթությունը սկսել եմ Հայաստանում, հետո մասնագիտացել եմ լսողական խնդիրների ուղղությամբ եւ ավելի քան 20 տարվա փորձառությամբ օգնում եմ մարդկանց, ովքեր ունեն լսողական խնդիրներ։ Լավ լսողություն նշանակում է ամուր կապ աշխարհի եւ մերձավորների հետ։ Enhance Audiology կլինիկան գործում է 2 քաղաքներում՝ Գլենդելում եւ Փասադինայում։ Այստեղ ընդունվում են Medical, Medicare եւ մյուս բոլոր առողջական ապահովագրությունները։ Гаражը բաց, գնամ մեքենա բերեմ։ Ես ովքեր են։ Ես ովքեր են հարցնում եմ քեզ, հա։ Ուր եք տանում։ Բարել եմ։ Ինձ չես տեսել։ Հասկացար։ Չես տեսել ինձ։ Բարև ձեզ, համեցեք նստեք։ Ինչով կարող եմ ձեզ օգնել։ Ինչ տոմս է պետք։ Որ ուղղությամբ։ Եվրոպական որևէ քաղաք։ Գուցե Փարիզ։ Գուցե։ Լիազանց ընտրությունը։ Նախընտրելի ամսաթիվ ունեք։ Այո։ Վաղը։ Տեսնենք ինչ ունենք։ Բիզնես թե էկոնում։ Կապ չունի։ Իսկ հետադարձ է։ Չէ, ինձ մեկ ուղղություն է պետք։ Լավ։ Ինչ ա եղել։ Առնայի։ Մենթերի հետ է աշխատում։ Գևորը սրա մորտնից թղթեր ա գտել։ Պարզվում է սրան ակադեմիայից պաշտոնապես չեն հեռացրել։ Սաղ ֆիկտիվ ա եղել։ Գևորը այդ թղթերը կարդացել ա։ Չէ, մենակ վերցրել ա։ Այդքան չի աճել ինֆորմացիա վստահի։ Այսօր հայրիկին պիտի Սեմի գլուխը նվեր տանք։
Գնացինք էլ անելու բան չունենք։ Ալո։ Զորավը հորդ սպանեց։ Ինչ։ Ո՞վ է Սարա։ Ո՞վ է Սարա։ Ինչ ասես։ Ո՞վ է Սարա։ Հուլիսի 26-ին Ակվակալենտեի շքեղ դշո համերգասրահում տեղի կունենա սիրված երգիչ Հայկ Ղևոնդյանի Սպիտակցի Հայկոյի մենահամերգը։ Հին ու նոր սիրված եւ հիթեր դարձած երգեր, շքեղ, լուսային եւ ձայնային լուսավորում։ Բաց մի թողեք ամառային ամենաուրախ համերգին ներկա գտնվելու հնարավորությունը։ Հանդիպում ենք հուլիսի 26-ին Ակվակալենտեում։ Կուլուքսում արդեն գործում է Արտաս ռոբոտը, աշխարհի ամենավերջին տեխնոլոգիայով, որը մեկ օրում կվերականգնի ձեր սեփական մազերը, վերջ ճաղատությանը եւ քաջալությանը։ Պատկերացրեք առավոտ զարթնեք, տեսնեք ձեր սեփական մազերը աճել են նորից։ Չէիք ուզի, բա հիմա կարող եք ուզել։ Զանգեք 818 418 1111 եւ ստացեք ձեր մազերը երիտասարդ տեսքը առանց ցավի, մաչելի գնով մեկ օրում։ Ձեր սեփական մազերն են աճելու։ Երաշխավորված։ Զանգեք 818 418 1111
Ձեր ժպիտը մեր մասնագիտությունն է։ Design Your Smile-ում մենք բուժում ենք ոչ միայն ատամները, այլ նաև վախը, անհանգստությունը եւ կասկածները։ Աշխատում ենք բարձրակարգ տեխնիկայով, նորագույն մեթոդներով եւ անհատական մոտեցմամբ։ Մենք առաջարկում ենք թերապևտիկ եւ էսթետիկ ատամնաբուժություն, իմպլանտներ եւ պրոթեզավորում, սպիտակեցում եւ շտկում, ցավազերծ միջամտություններ։ Design Your Smile մասնագիտություն, որ խոսում է ժպիտով։ Օմորֆիա։ Քո փայլը սկսվում է հենց այստեղ։ Անգամ ամենահասարակ օրը կարող է դառնալ հատուկ, երբ քեզ նայում ես հայելու մեջ ու ժպտում։ Մազերի փայլ, մաշկի նուրբ շող, նուրբ ձեռքեր։ Ամեն բան լիարժեք լինելու զգացողության համար։ Օմորֆիա սրահում գեղեցկությունը չի պարտադրվում, այն բացվում է քո բնականությամբ։ Մենք պարզապես ընդգծում ենք այն, ինչը արդեն կա քո մեջ։ Թող քո գեղեցկությունը խոսի առանց բառերի։ Օմորֆիա, քեզ նվիրված վայրկյաններ։ Les chansons. Կան օրեր, որոնք պետք է յուրահատուկ լինեն։ Լուսավոր, հագեցած ու ճաշակով։ Սրահ, որտեղ ամեն ինչ մտածված է հենց քո օրվա համար։ Նրբագեղ դիզայն, հաճելի երաժշտություն եւ բացառիկ մթնոլորտ։ Թող տոնը լինի ոչ միայն գեղեցիկ, այլ անմոռանալի։ Les chansons. Երբ տոնը դառնում է զգացողություն։ Galuga Premium. Ապահովագրեք ձեր բիզնեսը մեզ հետ։ House of Pastry, որտեղ քաղցրը պարզապես համ չէ, զգացում է։ Մեզ մոտ խմորեղենը թխվում է սիրով, ստեղծվում համի հիշողությամբ։ Յուրաքանչյուր կտոր թարմ, նուրբ, բուրավե, ամեն շերտում քաղցրություն, հոգատարություն ու մի փոքր մանկություն։ Մենք պատրաստում ենք տորթեր, թխվածքներ, ռուլետներ ու քաղցր փոքրիկ պահեր ձեր եւ ձեր սիրելի ընտանիքի համար։ Ոչ միայն առիթների, այլ նաեւ հենց այնպես, օրը քաղցր դարձնելու համար։ Քաղցր օրերը սկսվում են հենց այստեղ։ Կարսի լավաշ, այնտեղ որտեղ օրը սկսվում է թոնրի բույրով։ Փնտրում ես թարմ բուրավետ ու անկրկնելի համեր։ Կարսի լավաշում մենք ոչ միայն թխում ենք ավանդական լավաշ, այլ նաև քեզ ենք հրավիրում մի աշխարհ, որտեղ հացն ու քաղցրավենիքը ստեղծվում են սիրով ու վարպետությամբ։ Համեղ եւ թարմ լավաշների համար եւ ոչ միայն համեցեք Կարսի լավաշ եւ մենք ձեզ սիրով կսպասարկենք։ Բույրը Կարսից, համը սրտից։ Hello, my name is Mariana Sarkisian. Welcome to Little Me Learning Academy. Come on in. Hello, my name is Vera Sarkisian. I am the founder, creator, and director of our beautiful Little Me Learning Academy preschool. Ճանապարհորդիր շքերությամբ Lux Line Limousine հետ։ Մեր Mercedes-Benz Sprinter-ը հագեցած է ժամանակակից լուսավորությամբ եւ բարձրակարգ ձայնային համակարգով։ Հիանալի տարբերակ է հարսանեկան միջոցառումների, գործնական ուղևորությունների, օդանավակայանի տեղափոխումների եւ մինչ քաղաքային ճամփորդությունների համար։ Տեղավորում է մինչեւ 8 ուղևոր, իդեալական փոքր խմբերի համար։ Քո հարմարավետ ընտրությունը յուրաքանչյուր ճամփորդության համար։ Lux Line Limousine worldofcandyland.com Եկեք նվիրենք մեր երեխաներին անմոռանալի պահեր World of Candyland-ում, որտեղ ձեր բոլոր երևակայական հնարքները կդառնան իրականություն։ Դաշնամուրը խոսի քո փոխարեն Piano Masters Որը ինչ ես անում ստեղ։ Մենք պիտի ամուսնանանք, Միլա։ Գժվել ես դու։ Չէ, ճիշտ եմ ասում։ Թող գնա։
Սեմն ու Զորաբը սպանեցին հորս։ Դու ստում ես։ Չէ։ Դու ոչ թե չես հավատում, այլ դու չես ուզում հավատաս։ Որ մեկից է հեռու։ Որ մեկից։ Այդ քո Սեմից թե Զորաբից։ Սեմը հորս գլխին սարքեց, Զորաբն էլ սպանեց հորս։ Մենք ամուսնանում ենք, Միլա։ Արամ, ինչ ես խոսում։ Ես ուզում եմ տեսնել ոնց է Սեմը քեզ նայում ու հասկանում, որ կորցրել է։ Ոնց է նայում մատանուն ու հասկանում, որ դու էլ իրանը չես։ Հերդ էլ հետը։ Ես չեմ կարող նայեմ տեսնել ոնց են իրան քեզ օգտագործում։ Ես մի հատ կորուստ արդեն ունեցել եմ։ Երկրորդին չեմ դիմանա։ Այսինքն դու ես ուզում ինձ օգտագործես։ Ինչքանով է այդ արդար, Արամ։ Ես քեզ սիրում եմ, Միլա։ Ինչ է տվել իրան քեզ, հա? Ինչ է տվել։ Ոչ մի բան։ Իսկ ես քեզ կտամ։ Ես քեզ կտամ սեր ու ազատություն։ Այն ինչ որ դու չունես ու չես էլ ունեցել, Միլա։ Քո շուրթերից ազատությունը վանդակի նման է հնչում։ Ես քո հետ երբեք չեմ լինելու, Արամ։ Լինելու ես։ Հակառակ դեպքում բոլորը կիմանան հերեդ ինչ է արի։ Ու այդ ժամանակ գիտես ինչ կլինի։ Արևի երես չի տենա։ Երբեք։ Երբեք, Միլա։ Եթե դու հնարավորություն ունես ուրիշ կերպ լուծես այդ վրեժը, ինչի ես ինձ հետդ քարշ տալիս այդ անդունդը։ Ինչ պետք է անես, Արամ, հա? Ոստիկանություն դիմես։ Դիմի։ Այդ շատ մեղմ պատիժ կլինի հորդ համար։ Շատ մեղմ։ Դու իսկական հիվանդ ես, Արամ։ Դու ոչ ոքի պետք չես, Միլա։ Ու ես իմ այդ կապացուց եմ։ Ալո։ Ալո։ Սեմ։ Հարմարա խոսենք։ Ասա։ Միլայի հետ կապված եմ զանգում։ Ինչ որ բաներ են ընկել ականջիս։ Ասեցի ճշտեմ։ Մենակ շուտ, ես տենց մանր բաների ժամանակ չունեմ։ Ասում են իրար հետ եք, հա։ Լուրջ։ Այդ ասողները անելու բան չունեն։ Այսինքն սուտ են ասում։ Լսի, Արամ, ինքը ինձ ընդհանրապես չի կարա հետաքրքրի։ Լավ։ Բայց ինձ թվում է ինքը ուրիշ ձև է մտածում։ Այդ արդեն իրա խնդիրն է, Արամ, ինձնից ինչ ես ուզում։ Պարզ է։ Լսի, Արամ, մտք ես բան ասեմ։ Ինքը ուղղակի տարված է վատ տղու կերպարով։ Դե մեղադրելու չի, այդ շրջապատում է մեծացել, դրա համար տես մարդիկ իրան դուր են գալիս։ Բայց կարծում եմ ինքը իրան շատ է գերագնահատում։ Ախ տենց։ Հա, լավիկն է, բան չունեմ ասելու, բայց իրա ներսի եղածը փագում է այդ իրա լավը։ Մի գիշերվա համար նորմալ տարբերակ է, բայց ոչ ամբողջ կյանքի համար։ Շատ դաժանն ես։ Ինձ տվեց իր անցար, Սեմ։ Ռեալիստ եմ։ Բա եթե այդքան վատնա ինչի ես հետը հանդիպում, խոստումներ տալիս։ Այս վերջերս էլ ինչ-որ մատանի ես տվել, թե ինչ։ Նենց թեթև ինտրիժկա էր էդի, արգելված մտողը միշտ էլ քաղցր է, տենց չի։ Իսկ դու փորձել ես այդ քաղցրությունը։ Չէ, իհարկե չէ, այդքան անհույս չեմ։ Ինձ թվում է սիրահարված ա քեզ։ Իրա նման աղջիկները ոչ թե սիրում են մարդկանց, այլ սիրում են իրանց ստեղծած ֆանտազիաները։ Ու սիրում են իրանց գլխում նկարածը, ոչ թե ռեալ կյանքը։ Տխուր փիլիսոփայություն։ Ավելի շատ փորձ։ Ու հետո իմ կյանքում լուրջ հարաբերություններ կան ու հեսա ավելի են լրջանալու։ Դրա համար էլ ես հարցով ինձ չարժի զանգես դու ընդհանրապես։ Նա եթե աչք ունես վրեն, կարամ քեզ նվիրեմ։ Միլային ինձ տալ պետք չի։ Միլան արդեն իմն է։ Ու քո սենց մեծ փրթելու համար էլ հետո կխոսանք։
Կսպասեմ։ Դավայ։ Քեզ համար, պապ։